Հերոսների լիգա Հերոսների լիգա Հերոսների լիգա Հերոսների լիգա Ողջույն բոլորին, բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ եւ հետեւորդներ։ Այսօր Հերոսների լիգայում վճռական եւ ճակատագրական օր է։ Այսօր սպասվում է բազմաթիվ ծանր փորձություններ մեր մասնակիցներին, թե ինչ են նրանք ապրելու, թե ինչ են նրանք տեսնելու։ Մի խոսքով ես կարծում եմ իրոք շատ լարված օր է լինելու եւ ամենակարևորը ճակատագրական։ Ինչ ես կարծում, մենք բավականաչափ հեշտ թե դժվար փորձություններ ենք պատրաստել նրանց համար։ Մենք պատրաստել ենք թերևս մինչ այս ամենաբարդ փորձությունը մեր մասնակիցների համար, որի շրջանակներում հաղթողները դուրս կգան եզրափակիչ եւ եզրափակչում արդեն կորոշվի, թե ով է նրանցից Հերոսների լիգայի գլխավոր հերոս։ Օրինակ դուք կարող եք այդ փորձությունները հաղթահարել։ Պատանեկան տարիքում Ճայել վախտեր։ Դες մեր գործընկերն է ամենահամեղ հյութերը։ Որակյալ համեղ եւ բնական հյութերը ստեղծված են ձեր ամենօրյա պահերը թարմ եւ հաճելի դարձնելու համար։ Փնտրեք հյութի համերը բոլոր խանութներում եւ անպայման փորձեք։ Ես կարծում եմ մեր մասնակիցները, որ հյութ փորձեն, բոլոր խոչընդոտները կհաղթարեն։ Հերոսների լիգա Ասենք Բարև ձեզ, բարև ձեզ։ Ուրախ ես գժված եմ։ Ոնց էր գիշերը անտառում։ Ցուրտ։ Իսկ ինչ որ բան կերակ երեկոյան։ Այո։ Ինչ։ Եղշիկով բուտերբրոդ։ Սարը։ Աշակը մենակ է գերե։ Ով կպատկերացներ, չէ՞ որ եզրափակչից առաջ այս կազմով ենք լինելու։ Օրինակ Ուրահանիտան։ Բայ հիշեցի։ Արշակ ուր Անիտան։ Արշակորը Անիտա։ Հանգստանում։ Իսկ անյուտը որտեղ է գոր։ Չգիտեմ, չեմ խոսացել։ Ձեյբա Ալբերտոյից նորություն կա։ Չգիտեմ։ Մի հատ հարցի դեպք կարելի է, քանի որ դուք հիշացրեցիք այդ երեկվա process-ը։ Այնտեղ ասացիք, որ եթե չընտրենք, ինչ որ բան է սպասվում, հետո կասեք, հետո չասեցիք։ Ինչ էր լինելու, եթե օրինակ ես ոչ մեկին չընտրեի։ Դուք երեքով դուրս էիք մնալու նախագծից։ Այսինքն հերիք չի այդ մի մարդուն, որ պետք է անձրեի դուրս մնար, դեռ ես ու Կայսան էինք դուրս։ Այո։ Եգիպտոսից մինչև այստեղ ինչ տրամադրություն ձեզ մոտ փոխվեց։ Իմ տրամադրվածությունն է փոխվել։ Խաղի նկատմամբ Ընդհանուր իմ տրամադրվածությունը։ Թույլ ասես ինչ եղավ քեզ հետ, ոնց եկար հասար սրան։ Ես ընդհանրապես շատ հանգիստ զուսպ մարդ եմ, իմ կողքինները ինձ ճանաչում են, կարան փաստեն, բայց երեք ես շատ բարկացա, դուք էլ տեսաք։ Ինձ թվում է իմ բարկությունը արդարացված է։ Իսկ ինչ ես կարծում, մենք իրավունք ունենք բարկանալու, օրինակ, ընկեր Ծյուշը ես։ Իհարկե, ամեն մեկս էլ իրավունք ունի բարկանալու։ Այո, մենք իրավունք ունենք մեր էմոցիաները դրսևորելու։ Իհարկե։ Մենք իրավունք ունենք ինչ-որ հարցի շուրջ համաձայն չլինելու։ Իդեպ անարդարությունից, քանի որ խոսեցինք, երևի խոսքը ձեր փորձության դժվարության մասին էր։ Ուզում եմ ասել, որ այսօր ձեզ սպասում է մինչ այս ձեզ հանդիպած ամենաբարդ փորձությունը։ Յուրաքանչյուրին համապատասխան ենք ընտրում։ Ձեր հնարավորությունները բոլորը մենք շատ լավ գիտենք։ Ես գիտեմ մի բան, որ այսօր շատ ծանր փորձություն է ձեզ սպասվում, ֆիզիկական եւ մտավոր մեծ ունակություններ պետք է դրսևորեք։ Ու քանի որ 2 օր կարելի ասել դուք այստեղ շատ լուրջ տանջվել եք, բնականաբար պետք է կազդուրված մոտենաք այս փորձությանը։ Ու եկեք չխախտենք ավանդույթը եւ մրցույթից առաջ վայելենք հայ պատանիների եւ իհարկե նաեւ ձեր ամենասիրելի ըմպելիքը՝ Բոնիլատի կակաոները։ Իդեպ մեր գործընկեր Բոնիլատ ընկերության կակաոները կարելի է խմել ինչպես սառը, այնպես էլ տաքացրած վիճակում։ Բոնիլատ, իմ անուշ, իմ միակ։ Մրցույթը բավական հետաքրքիր է լինելու այսօրվա, բայց մինչ այդ մենք ձեզ կբաժանենք
թիմերի։ Ինչպես է լինելու դա։ Իսկ random ենք որոշելու։ Ինչպես ենք որոշելու։ Random։ Ինչպես։ Random։ Դուք կբաժանվեք երկու թիմի, յուրաքանչյուր թիմում կլինեն 4-ական մասնակիցներ։ Ուժերի հավասարակշռության եւ տրամաբանական բաշխվածության համար մենք ընկերվայի հետ միասին դա կանենք վիճակահանության սկզբունքով։ Դուք տեսնում եք 4 գոլբաներ, որոնցից յուրաքանչյուրի մեջ 2-ական տղա կամ աղջիկ են համապատասխանաբար Trio Studio-ից եւ Show դպրոցից։ Այն անունները, որը ես կքաշեմ, կլինեն մի թիմից, այն անունները, որը կքաշի ինքեր Ձյուշը, կլինեն մյուս թիմից։ Արշակ, Համլետ, Կասիա, համեցիր, Աննա, Ռազ, համեցեցի, Գոր, Վիկա, և Մարի, համեցիր։ Ահա այն թիմերը, որոնք կմրցեն հաղթողի կոչման համար։ Հիշում եք այդ ճանապարհը, որով եկել եք։ Այո։ Հիշում եք ինչ դժվար էր։ Այո։ Բավականին։ Որ թիմը շուտ կհասնի այդ կետ, ավելի շուտ, քան հակառակորդը, Այսինքն ամենասկիզբ այդ էլ թող իրանք որոշեն ընկերներ։ այսինքն հերոսների լիգայի հաղթողը կլինի հաղթող քառյակից մեկը։ Իսկ թե որը կլինի հաղթող քառյակը, Այդ արդեն ասացինք ոնց կլինի։ Այսինքն այդ ամենից այդ մի մրցույթն է։ Բայց ոչ մի բան բարձր չէր ու հասկանալի չէր։ Հերոսների լիգան է, թե գուշակի լիգա։ Զո երեխեք։ Մարիամ ջան, բարև ձեզ, կրկին ձեզ մոտ է, հա։ Բարև ձեզ Վահե ջան, կրկին հաղթամարտուրը ողջունում է ձեզ։ Այո, այդ արտահայտության համար դեք խելագարվում եմ։ Բարև ջան, ես խնդրում եմ, որ այս ընթացքում կրկին մեզ հիշեցնեք, բացի նախորդ հաղորդումներին թվարկած խմբային ուղևորություններից եւ առասարակ ուղղություններից էլ ինչ կա։ Այս անգամ կառաջարկեմ նաև տարբերակներ դեպի Արևմտյան Հայաստան եւ դեպի Կոստանդնուպոլիս, նշեմ, որ ունենք տուրեր 3 օրյա, 5 օրյա եւ 6 օրյա տարբերակներով։ Օ, Արևմտյան Հայաստան։ Այո։ Ես կարծում կգա մի օր, որ հենց այդտեղ մենք կանցկացնենք հերոսների լիգա։ Մեծ սիրով կսպասենք ձեզ։ Եվ առասարակ ես կարծում եմ, որ հաղթամարտ տուրը այնպիսի ընկերություն է, որ հերոսների լիգա կազմակերպելը նրանց համար շատ հեշտ միջոցառում է աշխարհի յուրաքանչյուր կետում։ Շնորհակալ ենք Վահե ջան։ Մեզ հետ միշտ ապահով է, հանգիստ եղեք։ Հերոսների լիգա 2 հատ պունկտ կա, որը պետքա լինի, կամ այնա, որ առաջին օրը մեզ ավտոյով բերեցին ինձ ու Ռազին, sense փագած մի 3 ժամ ավտոյով մենակ, էդի ոտով պետք է եթանք, կամ էլ այնա, այն կոմնա, որ էլի ոտով ոնց է չլինի մի կես ժամ 40 րոպե, թե մենք այն էլ մի 3 ժամ է։ Իմանալով ես հաղորդան պրոդյուսերներին, ինձ թվում որ իրանք ընտրել են 3 ժամվա Այո, ճաշը։ ես էլ եմ այդպես կարծում։ Ու մի հատ բան էլ ասեմ, էլի երեխեք, խնդրում եմ, եկեք մենք իրար դեմ չլարվենք, որովհետև իրանց ուզածը հենց այդ է։ Մեկ է ուզում հիշեցնեմ այն, որ այս հաղորդման վերջի խաղերից է ու հաստատ հեշտ բան չէր լինելու։ Ինչա ձեզ սպասում, լինելու է քվեստ ճամփորդություն, փոքր, որի ընթացքում դուք եթե բոլոր այն կանոնները, որոնք որ դուք ընթացքում կստանաք, դրանք եթե պահեք, մաքսիմալ արագ կավարտվի։ Խմբի ներսում բաժանվելու եք 2 զույգի։ Մենք ձեռքերը ձեր կապելու ենք։ Դա կօգնի, որ դուք իրար ուզած-չուզած հետևեք ու օգնեք։ Դրան գումարած, եթե մասնակիցներից ինչ-որ մեկը, օրինակ, ոտքը ցավացրեց, սկսեց չկարողացավ արագ գնալ, թիմը ընդհանուր դրանից տուժելու է։ Խաղում ենք ուշադիր, նայում ենք ոտքերի տակ, նայում ենք կողքերը, բոլոր պահանջները, որոնք դուք կստանաք, թե ինձանից,
բանից, թե թղթիկի տեսքով, թե չգիտեմ ինչ որ տեղից, բոլորը կարդում եք շատ ուշադիր։ Հիմնական ձեր ուղին լինելու է ճանապարհը։ Ճանապարհից աջ ու ձախ շատ չեք թեքվելու։ Միայն խիստ կարիքի դեպքում ու դա ակնհայտ է լինելու։ Այսինքն, եթե դուք քայլում եք, ակնհայտ ոչ մի բան աչք չի ծակում, իմաստ չունի մտնել թփերի մեջ, խոտերի մեջ։ Բոլոր հուշումները լինելու են մաքսիմալ երևացող, բայց անհասկանալի։ Հաղթելու է այն թիմը, որը ցույց կտա լավագույն ժամանակ, բայց կա մի քանի բայց։ Բոլոր հուշումները, որոնք դուք ընթացքում ստանալու եք, պարտադիր պետքա պահեք ձեզ մոտ անվնաս կերպով։ Ցանկացած վնասված, կորցրած հուշում դա գումարվում է 2 րոպե ձեր ընդհանուր ժամանակին։ Որևէ արգելք, փորձություն, դժվարություն անցնելը, այսպես ասած օրենքներից խուսափելով, դա +10 րոպե է։ Նախ, որ ընկեր Վահեն ասեց, որ մենք բաժանվելու ենք թմերի, համոն մի անգամից նայեցի իմ աչքերի մեջ, ես էլ նայեցի իր աչքերի մեջ ու հասկացանք, որ մենք հաստատ մի թիմ ենք ընկնելու ու տենց էլ եղավ։ Անսահման անհասկանալի թիմ ունեինք, ես, Ռազը, Մարին ու Կասյան։ Հերոսների լիգա։ Այդ գավի բազի։ Ումերս թե ոտերն ես ջարդենք։ Համոն շատ արագ ավազում։ Ես իր հետևից չէի հասցնում, որովհետև վախենում էի, որ կընկնեմ։ Ուժեղ որ բոթասները սողում է։ Դուրս։ Համ ուզում ես 0 թող մեկ այս երկարա։ Շատ սխալ որոշում էր ոտը ստեղ գնել է։ Արի։ Գնացի։ Այս ավտոն։ Այս ավտոն կարող է ինչ-որ կապ ունի ինչ-որ բանի հետ։ Չէ, ինչ-որ հլոր բան չկա։ Լուրջ։ Լուրջ։ Ուր է այդ հուշումը։ Ապա ուշադիր, արդեն պիտի ռաս գա հուշում։ Հեսա ինչա։ Մի րոպե։ Եթե ինձ գտել եք, ուրեմն ամեն բան ճիշտ եք անում։ Ձեր առաջին փորձության տեղը հպարտ ծածանվում եմ մարտական դրոշը։ Ես ճանապարհին կլինեմ ձեզ հետ, բայց գուցե պետք գամ։ Խորնա շատ, ոյ ինչո։ Շորտ մտնենք, մտնում եմ ջուրը։ Համո մտեք արագ, ապա անիմաց ժամանակ կա անգել։ Կանդամ մտեք, Այս ինչ խորնա։ Կանդամ, всё, գնացին։ Հենա։ Ուրա, Հենա։ վազում ենք։ Ես ու Մարին դրոշը կվերցնենք։ Մի վարքան։ Այս ինչ խորնա։ Մարի ուշադիր։ Բան չկա։ Մի եկեք դուք վերև։ Ասյա։ Ծախոտքը սոտ տվեց ու ես այնտեղ ձեռս կպամ ինչ-որ քարի, վնասեցի ինձ։ Մի եկեք դուք վերև, ես ու Մարին բերում ենք դրոշը։ Մենք հասանք բլուրին ու ես որպես այսպես առաջնորդ բարձրացա վերև, ասեցի երեխեք ջան մի բարձրացեք, սա արագ հուշումը վերցնեմ գամ։ Համ կհասնես։ Հա։ Հել։ Հասա։ Ինչա կարթա։ Ակրոցներ կա այնտեղ, մի րոպե։ Դուր։ Կարթա դու ես ակրոցները վերեմ։ Բոլոր 4 մասնակիցներով պարտադիր պետք է գտնվեք կղզյակի վրա։ Վրան գրածա բոլորը պիտի բարձրանան բլուր։ Գտեք զենքը, դրեք ակնոցները եւ ոչ մի դեպքում զենքը չուղեք մարդու վրա։ Հայացքով գտեք փուչիկները եւ Սպաս ես կբերեմ։ հերթով ամեն մեկը պայթեցեք մեկական փուչիկ։ Բոլոր փուչիկները պայթեցնելուց հետո գտեք նրանցում թաքնված հուշումները։ Եկեք աշտարակի վրա։ Հեն են փուչիկները։ Ռազ եկեք, հելա փուչիկները։ Ուշադիր, ապա ձա։ Մի քիչ վերև։ Չի պայթել։ Լավ։ Ահա։ Կաս ավայ։ Սկսում ես։ Ներքև, նահան։ Դավայ, Լավ։ Ինձ թվում ամենահեշտը իր բիրակենն էր։ Այս մեկ, Դավայ։ այս երկու, Հետևը Էլի կա։ երրորդն Սեղրնի է հատ պիտի հեսա։ լինի։ Հեսա։ 3 հատ չի, համ 4 հատ։ 4-ն է մոտը սա։ Այդ ներքևն է։ Всё։ Հեսա։ Շարունակեք նույն կերպ, մյուս փորձությունը հնարավոր է շատ արագ անցնեք, ամեն բան կախված է ձեր ստեղծագործ մտքից։ Եղեք ուշադիր, միշտ լավ կարդացեք պահանջները։ Այս ինչ։ Ինչ է, բայց դեղին չի սպասի։ Եկեք։ Հա, հենա, մեջ դեղին է։ Հեսա։ Հանի։ Այս առաջադրանքի ժամանակին եղել է ընկերներին հաշտեցնելու միջոց, քանի որ այն պահանջում է գործել միասնական անցքերով տարան, դուք պետք է դրանով գետից ջուր լցնեք մյուս տարայի մեջ, այնքան որ մեջից դուրս գա
հուշումը չի կարելի փորձել տարայից այլ կերպ անել հուշումը, չի կարելի այն ջրի վերցնել, չի կարելի ձեռքը մտցնել վերցնել հուշումը, շտապեք։ Ծակերը փակում ենք ձեռքերով։ Ես տակն եմ փակում։ Ջուր ենք լցնում ու տանում ենք։ Կայս կպի, որտե ծակը կպի։ Սեղմեք իմ ձեռքերի վրա։ Տակն էլ կա Եք սա տակը ծակա։ Այս ծակը։ Ֆայլ։ Չենք ֆայլ, սա տակի չռում է։ Ժողովուրդ շողում ապեք չի։ Գնացինք։ Չի։ Նու այգել։ Ծլուցու։ Չկա մեջ ջուր։ Երեխեք, չէ, սպասեք։ Մենք հասկանում ենք էլի որ մի կաթ ջուր չի հասնում այդ անտեր շշին։ Ինձ թվում է մենք առաջին թիմին թերագնահատում ենք, բայց այդպես չի, ես հավատում եմ նրանց ու գիտեմ, որ շատ լավ արդյունք են ցույց տալու։ Մենք նախատեսել ենք յուրաքանչյուր վարժություն մասնակիցներին, որպեսզի շատ համապատասխան լինի։ Ու մասնավորապես մեր 3 վարժությունները, որոնք ամբողջ վազքի ընթացքում հանդիպելու են նրանց, ունեն իրենց շատ բարդ, կարելի ասել տեղ-տեղ անլուծելի տարբերակները։ Բայց միևնույն է, մեր Դավիթը թողել է հնարավորություն, որպեսզի նրանք կարողանան խորամանկությամբ կարելի ասել լուծել դրանք։ Տեսնենք ինչպես կստացվի։ Համ հետ գնանք, թող։ Նայ Մարի աչուձախ։ Ես ու Մարին գնում ենք հետ, նայելով աչուձախ մանգալով։ Ֆե պարզ գրածա։ Էս ամես պետք, ուրիշ ոչ մի բան պետք չի, թե մի բան անենք։ Համ տրուպի տակերը նայի։ Էն ինչա։ Քարա։ Արա, հես արի։ Արի։ Հեսա։ Հա, արի։ Քեր, դու սասի։ Գնա։ Ասու ձախ ենք նայում, չենք հասկանում ինչ է ինչի։ Հետո ես ձախ եմ նայում, հասկանում եմ, որ մի հացից միայնակ տերև է, ու այդ տերևի վրա կախած է սկոչը։ Գտնում ենք սկոչ, վրեն գրություն։ Այդ հանդիպումը պատասխանատու է։ Գուցե եւ ոչ։ Բայց ես պետք կգամ ձեզ։ Կանեմ լավ գործ։ Всё это։ Թող։ Գտել ենք։ Սկոչ։ Սկոչ, պետք։ Եկե 7 տակ փաթաթի ապրի։ Միջոց բրծանի փաթաթի։ Չէ։ Չվրազեք, պետք է երկար բրծնեք։ Դիք պահի, Կասյա։ Դուր։ Հա, դավայ, նորմալ դիցած։ Արա կեսը։ Թոթո լավա։ Գծով կանգնեք։ Կաստուր։ Լրիվ լցրու։ Կաստուր։ Թրջվում է սկոչը։ Լավա։ Միջը վերջը Կեսը լցվել է։ Ալայ համասի լավա։ Ռազը լցում էր տալիս էր ինձ, ես տալիս էի Մարին, Մարին տալիս էր Համին ու լցնում էր, հետո նույն պրինցիպով էլի շարունակում ենք, դες մի 3 անգամ արեցին, մի անգամից եղավ։ Գտեք ձեր սահմաններից ներս ու հենց այդ հատվածի դիմացը։ Ձեր սահմանները ձախ։ Ընտրեք հուշումը։ Աչից ձախն է։ Այն ինչ կարմիր է։ Սլակ չի։ Սլակա հել։ Նայեք դու գտնենք այս սլակի։ Հենա։ Դրա մեջ է։ Հենա։ Չաստե մեջ է գտի մանգանք։ Համ ուր ես գնում։ Ձերս ճղեցի։ Կարող է սա պետք փորել ինչ որ բան։ Երեխեքը ման էին գալիս հենց սլակների տակ։ Սլակներից ներս ու հենց այդ հատվածի դիմացը փնտրեք հուշումը։ Դիմացը։ Սա հուշը, արա։ Ժոր դիմացը։ Դիմացը ժողովուրդ։ Գրած սլակների դիմաց, ախպեր դիմաց։ Ենք Արա հալիներով։ կարող դու վերևել ենք ապը։ Չենք կարա։ Չես կարող։ Ռազը մտածում է որ պետք է բարձրանա վերև, որտեղ մտածում ենք որ կարող է վերևում այդ հակնված։ Ուզում էի լապատկեն խրեի հելնեի բլուրի վերևը։ Հələ դու լապատկեն։ Սպասի։ Նա։ Հա գնար, դուր բաց էր վիխարն իրա։ Թող։ Հացատը խոլի Վերջո։ Ռազ ուզում էր մագլցեր արդեն, բայց այդտեղ երբ որ ինքը ոտը դրեց, որ ուզում էր մագլցեր, Միամիտ այդ հուշումը ոտի ստակից սղած դուրս եկավ։ Բան չմնաց։ Բան չմնաց, դուք գրեթե հասել եք, պարզապես մի քիչ էլ շարունակեք ու կհասնեք ձեր երազանքին, ինչպես ծովահենի իր երազանքին։ Չորդ ինչ որ բան նայեք ստեղ։ Այն ինչա։ Հենա։ Արի։ Դուք փանկամաս Արի։ խորնես։ Ես իշխու։ Մարի, բռնվի։ Բռնվի։
Մի երկու տեղ Մարիին գրկել եմ, մի երկու տեղ սենց քաշ եմ տվել պրոստը։ Գուշակեք քարանիշ գախնաբառը։ Ճիշտ բացեք ու սեղմեք սա։ Եթե չեն երևում թվերը, գետը կարող է Գրածր գետը կօգնի ձեզ, ես մտածում էի պիտի օրինակ չգիտեմ, սկեմ գետի մեջից թվեր ման գամ։ Էս ինչ է 3 2 8 9 8 2 давай։ Վերջից առաջին 8 2 0 8 2 0 давай։ Թող ես տարբերակները դուք բացառեք մրտում, իջեք։ Всё 2-0 կամ 0 Երկու մի հատ փոխի տեղա 2 0 Կոդը գտնելն էր մի քիչ դժվար, համ էլ չէին կարողանում ճիշտ տեղը դնեինք թվերը։ Սկսեցինք հավաքել ինչ-որ տարբեր կոմբինացիաներ այդ 4 թվերի։ Շորտից կարող է պետք է բանի դասավորել Աճման Ասի, դաթեցիր։ Չես սպասի, ճիշտ է։ Ինձ ճիշտ ասում դա մենք Այս վերել երկուսի հավաքես, թող դրան։ Հենց որ Ռազը սկսեց այդ վերջի երկու նիշը պտտելու, ես հասկացա, որ ինքը չի պտտվում։ Ես ասացի Ռազ, թող դրանք, որովհետև դրանք ճիշտ է հավաքած։ Հավաքի առաջի այդ երկու հատը։ Давай. Всё, տեսա՞ր։ Ֆահի ճիշում Շատ թույն էմոցիաներ էր ամեն ինչ։ Այնքան ուրախ եմ, այնքան ադրենալին եմ ստացել Եթե սկոչը չկորցնենք 5 րոպե ավելի արագ կավարտեինք։ Ինչ էլ լինի արդյունքը, ես ասած չեմ նեղվի։ Մենակ այս էմոցիաները, որ մենք այս նախագծի ժամանակ ապրեցինք, այդ 1000 արժի։ Հերոսների լիգա Հերոսների լիգա։ Գնացինք։ Գուշ Զգուշ ու հանգիստ։ Տեմպը պահեք Գետերը մենք որոշել ենք, որ պետք է անցնենք ուղիղ հենց ջրի մեջով, թռչվելով ամեն ինչով, բայց հասկացել ենք, որ ոչ մի ժամանակ չպետք է բաց թողնենք։ Հենա հուշումա աչի վրա Եթե ինձ գտել եք, ուրեմն ամեն բան ճիշտ եք անում Դեր առաջին փորձության տեղը հպարտ ծածանվում է մարտական դրոշը Եվ ես ճանապարհին կլինեմ ձեզ համար B բայց գուցե պետք գամ Այս ոդքս շատ ուժեղ անգամ վնասել եմ, որովհետև չգիտեմ, ոլորել եմ թե ինչ եմ արել, բայց հիմա ուժեղ ցավում եմ։ Բալանսավորեք։ Հենա դրոշը Հանգիստ անցի։ Դիկա մի եկեք Հուշիկներ ես ինչ պիտի անենք Տողա պիտի գմցնենք Մեկից բոլոր 4 մասնակիցները երկոքով պատերը պետք է գտնվեն կղզյակի վրա Երկուսը գտեք զենքը դրեք ակնոցները եւ ոչ մի դեպքում զենքը չուղեք մարդու վրա Հայացքով գտեք եկեք Վիկա 4 հուշիկները գտեք հետա Հեսա։ Գմցնենք Դրակացեք, ով ասել դրակացեք։ Ինչ պիտի անենք Որ հետո չասենք։ Պիտի զենք գտնենք Տարի Հենա Աչ աչքի մեջտեղով նայում այստեղ ու փուչիկ են Աչ Այդա դուր Անդե Լավն է։ Այն կոմ արի գնային կոմինը գտի միջև ես կաղթան Ապե պիտի կպցնենք իրար Հա մի հատ չկա Մեկը ստել, երկու հատ այսքա Հինա։ Ուրա Այնտե։ Ես սպասի Շարունակեք նույն կերպ մյուս փորձությունը հնարավոր է շատ արագ անցնեք Ամեն բան կախված է ձեր ստեղծագործ մտքից եղեք ուշադիր եւ միշտ լավ կարծացեք բանը։ Մնացած հուշումները ուրա Վիկ օքեյ եք վազելու Չէ։ Լուրջ ես ասում Հա։ Մի րոպե։ Գող վազեք մենք հեսա կգան ձեզ կհասնենք Սիրտս հացակում ավորցրի։ Պահիտակ նենց սկսեց սիրտս ծակել, դուք չեք պատկերացնում ուղակի։ Կեսից Աննան ընկավ, հետո Վիկաներ իրան ված գում։ Սիրտս նենց հացավում։ Հենարի։ Այս առաջադրանքը ժամանակին եղել է ընկերներին հաշտեցնելու միջոց Ձեզ տրված է բազմաթիվ անցքերով տարա Դուք պետք է դրանով գետից ջուր լսեք ճամբարի խաղնա
Մյուս տարերի մեջ այնքան որ միջից դուրս գա հուշումը։ Չի կարելի տարան մոտեցնել, չի կարելի փորձել տարայից այլ կերպ հանել հուշումը։ Չի կարելի այն Այսինքն չի կարելի անել։ Այս սրանով ջուր չեն կարա լցենք, ծաղ կա։ Գուցե հիմա Ես արա հետևու բան կա գրած։ Այս անդիմը պատահական չէ, պետք է գամ ձեզ կանեմ լավ։ Այսի պահում ենք մեր մոտ։ Ընկեր Դավիթ 20 րոպեից պետք է քիքսենք ջոում, մենք կամ չենք ջոգում։ Հուշումը սրա մեջ է, չէ՞։ Չկա Մենք պետք է սրանով լսենք։ Okay, մտցնում մեջ նորից անենք։ Մենք մտցնում մեջ։ Հա, քիչ մեջ նորից ենք անում էսի։ Էսանով լսում եք սրա մեջ, արա, արա։ Սրանով լսում եք սրանով։ Էսա պրոստը մի քիչ շուտ արեցինք։ Գործակը փակ չի։ Հելանք տենանք։ Էլի յուրոպե նորից։ Ապե բանը տակինները փագեք։ Տակինները փագեք։ Այն ամենատակինները փակ չէր։ Բերեք արագ։ Թափեց։ Այս սրանք, նայեք, այս տակինները։ Հա, всё։ Լսում ենք։ 1 ես էլ փակի։ 1 2 3։ Տանը։ Չէ, նորից։ Շատ է ծաղկերը չիլում։ Հուշում ենք բացով է։ Միանշանակ բացեք, թողեք դրա համար տանջվում եք։ Եկեք դուք գնացեք, ես ու բանը ինչ Հա, կկարողանանք վազեք։ անենք։ Ես ու Գոռը որոշեցինք վազել, որովհետև Վիկան ասում էր, որ ես էլ ուժ չունեմ։ Ձախ կոմտնայի։ Բասի այս sense նայ։ Այս sense հələ այդ կողմն է փակի։ Ահա։ Լգնացինք։ Արագ։ Քարա։ Ես չգիտեի որ սենց ձևի դաժան բան ալնելու։ Արա դա ինքը չկա։ Ինչ ասեմ։ Ստեղ ուշադիր կանգնեք, ամեն ինչ լավ կլինի։ Արա կարող են այն շուտ թուղթ ավրեն։ Չէ, շատ հեռու է, մի մտեք փշերի մեջ։ Տարը դրա ծառի գլխին արա, դի սամալյոտով, վերտելյոտով իջնես որ գտնես այդ սկոչը։ Բավական երկար ժամանակ չենք կարողանում գտնել այդ սկոչը, որտեղ ինքը բավականին ցենց խորն էր տեղադրված։ Ես չգնաս, խնդրում։ Տու։ Բեր։ Բացի։ Ապե նախ դա ասում եմ, ես խաղը ծախած է։ Ընկեր դա ծախած է այս խաղը։ Սիգոճը կարգի չի բացվում։ Արշակ, արա խեր այդքան խոսում։ Մի քիչ խոսա։ Իսկ եթե սենց բերես, նայ այս սենց փադատես, ոչ թե միանգամից այս սենց։ Դուր ինձ։ Հետևն։ Այս երկու ծակը բաց է։ Բեր, ուրա ո ծակը բա։ Ապե հեսա բայց ես սենց երկու մատ Պետք չի անում։ Всё, գնացինք։ Հիմա հələ արեք։ Սո, պահում է։ Բեր, հանգիստ։ Մի հատ է։ Ձեր մի հատ դիր տանք, թոփորներս։ Всё։ Մի հատ գելս։ Всё, գնացինք, արագ։ Կամած։ Okay, всё։ Ուժեք սխմեք, թո թրցնի։ Ապե։ Գիտեք ձեր սահմանները։ Սահմաններից ներս Հենց այդ Սահմաններից հատվածի ներս ունենք այդ հարվածի դիմաց։ Խնդրեք հուշում։ Իմիջայլոց այն ինչը ճանապարհին։ Ֆեր էր գուցե հիմա փրկի։ Արա, լապատկենա։ Մենք մի հուշում բաց ենք թողել, չգիտեմ դա կազդի մեր վրա, թե չի ազդի։ Ձերով մի բան կանենք, եկեք։ Էդ էլա տարբերակ։ Ասենք, որ ձեռքերով կփորենք, կգտնենք ինչ-որ հուշում է։ Ուղղակի մինուսն է, որ հենց լապատկայի վրա կար հուշում ու մենք դրա պատճառով ժամանակ ենք կորցնում, որովհետև մի հուշում չենք բերել մեր հետ։ Հենա երեխեք, կարմիրը։ Հենա։ Բացեք։ Անց գուշ։ Հեսա, ստեղ արենք ինչ-որ մի բան պիտի լինի։ Սահմաններից ներս սենց է, նշեցի ki մեջտեղը պիտի լինի։ Հեսա, ստեղ ինչ-որ ոլտի տեղ կա ապե։ Կողա հեսա։ Ստեղ երեխեք ինձ Ուրա կյանք։ Սրանք շատ տարօրինակ են պրոստը դրա համար։ Հենց այդ հատվածի դիմացը փնտրեք հուշում։ Հետա ապե թողերը բեսամ պատասրիցելնի է։ Այնա։ Ոլտա։ Չգիտենք մի հատ կարալնի, քանի հատ կարալնի։ Հələ բացի տես բացում, հա։ Հա։ Սո հերիքա, մի հատ է։ Բան չմնաց, գրեթե հասել եք, պարզապես մի քիչ շարունակեք ու կհասնեք ձեր երազանքին, ինչպես ծովահեն երազանքին։ Հիմա վազեք, ինչքան կարակ։
Կամաց, կամաց։ Աղելի խնդրում եմ։ Ես sense դժվար բան երևի իմ կյանքի մեջ չեմ ունեցել ու այս առաջինն է։ Ու հուսամ դերշինն էլ կլինի։ Արի սենց արի։ Ասել ինչ անենք։ Շատ դեպքեր ա եղել, երբ որ գորը ուղղակի սենց ինձ պահել ա վազելուց, որովհետև ես անընդհատ ոտքս պլստում էր ու ես ընկնում էի, ինքը ինձ անընդհատ պահում էր։ Դուշ։ Կամաց։ Տողան դե պիտի գնանք։ Հա, քելեք։ Եկեք։ Սա ավտոն է։ Ինչպես ծովահենները իրենց երազանքին։ Էնյա։ Հենա, վազի գո։ Ապե ապուշ ես իսի տարուբայա։ Հեսա։ Գուշակեք քարանիշ գախնաբարը ճիշտ դասավորելով թվերը, բացեք եւ սեղմեք։ Սպասի։ Ապե թիվ պիտի գուշակենք, եսի բացենք։ Չո՞վ սենց է։ 0 0 8 այսի 8 0-8-8-2 Չի բացվում։ 0-8 եմ ասել, երթականությունը պետք է փորձեք։ Հա։ Ունեք 4 թիվ ճիշտ դասավորեք, որ բացվի։ 8-2-20 հլը փորձի։ Էսի 0 սարքի։ 8-0-8-2 չի սարել։ Նախ լինում են պահեր, որ չեր ֆռում այդ կոդինի թիվը, հետո բոլոր հնարավոր տարբերակներն ինձ թվում է փորձեցինք այդ թվերը տարբեր տեղեր դնելով։ 2-8-8-0 Աստված իմ։ Թվերը լասի։ 0-2-8-8 փորձի։ Ախպետ դուք եք 0-8, ու կարող 20-ով ես սկսում, 2-ով ես սկսում։ 8-2 2-0 կամ հետո 8 սարքի։ 0, ենի 8։ Ամբողջ հերոսների լիգայի խաղերի մեջից ամենադժվար ու ամտանելի խաղերից էր։ Դեռ արդյունքները չգիտենք, բայց հուսով եմ, որ այս մեր տանջանքները, այս մեր վնասվածքները, որ փշերով ջարդել ենք մեր ձեռքերը, ոտքերը, ինչ հնարավոր է, հնարավոր չի, հուսով եմ այդ անիմաստ չի եղել։ Թող հաղթի ուժեղագույնը, ես միշտ էլ ասել եմ։ Ու ես ընդունում եմ, որ այս խաղի ընթացքում ուժեղագույնը չեմ եղել։ Սիրելի բարեկամներ, ինչպես նկատել եք, սպորտային տոները չեն ավարտվում։ Օրինակ բոլորովին վերջերս ավարտվեց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, բայց ֆուտբոլային երկրներում շուտով մեկնարկում են ազգային առաջնությունները։ Մեր գործընկերն է Վիմպել գարեջուրը իր պիլզներ եւ լագեր տեսակներով։ Ընտրեք այս գարեջրերը եւ վայելեք ձեր սիրելի սպորտային միջոցառումները։ Ընտրեք ձեր սիրելի համը եւ վայելեք այն ձեր ընկերների շրջապատում։ Օրինակ ես միշտ ընտրում եմ պիլզները։ Դե բնականաբար ես էլ լագերը։ Հերոսների լիգա Դե ինչ հարգելի բարեկամներ, մենք վերադարձանք դաժան փորձությունից եւ այժմ գտնվում ենք Լաստիվեր ռեզորտում։ Մի հրաշալի վայր, մի հրաշալի հանգստյան գոտի, որտեղ կարող եք գտնել Կլոր տարին տաքացվող բացօթյա լողավազան մինչև 38 աստիճան ջրի ջերմաստիճանով։ անկերկրների բնության տեսարաններ Զորափից։ Գեղեցիկ նորաոճ հյուրանոցային սենյակներ։ Արևելյան եւ ռուսական շոկեբաղնիքներ։ Համեղ ուտեստներով ռեստորան Մանկական խաղահրապարակ եւ ընտանեկան իդեալական միջավայր։ Եկեք ժամանակ չկորցնենք եւ միասին պարզենք, թե ով է հերոսների լիգայի գլխավոր հերոսը։ Բարի ուշ երեկո Լաստիվեր ռեզորտից մենք ձեզ ողջունում ենք։ Ոնց եք։ Հոգնած։ Իդեպ այսօրվա մրցույթին Անիտա, Ալբերտո, Անյուտ, ձեր տեղը շատ էր զգացվում։ Ու հարութ է էլի։ Ինձ մի նեղացի տղես։ Ես ու Աննան նենց ենք արել, որ արութը հետ չգա։ Ախպեր էլի արշակ է։ Արշակը մինչև Երևան հասնի գեդին մտնեմ։ Ախպեր, ինձի կարա Կիժևանի ճամփի թողեք արշերի պայ։ Ես առաջարկում եմ, որպեսզի մեր 4 դուրս մնացած մասնակիցների ճանապարհը մինչև այդ փուլ
դուրս մնալը։ Բոլորը միասին վերհիշենք։ Անիտա, Եգիպտոսի առաջին օրվանից էմոցիաներդ մինչև այս պահը փորձես վերհիշել ինչպիսին է։ Ինչ խորհուրդ տաս ինձ հիմա ասա։ Ես։ Հա։ Ոչ մի, հələ որ, սա դեռ սկիզբն է, ես ասեմ, իմ սկիզբն է։ Ո՞ր Անիտայից։ Այս չեմ կարող Այդ ուշքս գնացած վաղ միկրոֆոն եք դրե վրեք։ Ծամոտ ձեզ ուշքս գնացելա փողանակ ջուր ծպտեն վրես միկրոֆոն են դնում վրես։ Այ աստված, դատի եմ տալու սաղի։ Ինքը վազում է, ասեմ, կապել եմ, չի լսում։ Սեմ շորից քաշում եմ մեկը գան։ Ու մեկը չոփ։ Մի խոսքով շատ թույներ։ Եգիպտոսում հələ գոնե ամեն ինչ հələ ուրիշ ձև էր, իսկ եկա Հայաստան մեկը ворթ էր, նապաստակ, հող, ինչ ասես կար, ու էտին վախնա։ Չգիտեմ ինչա, ստեղից չի երևում։ Բայց մամա ջան չեմ կարող ասեք ինչա։ Անիտա մտի մեջը։ Չեք։ Ցեխոտ ворթոտ բանա մտի։ Կծող բան չկա։ Մանարի, այդ ցեխերի մեջ։ Ձեռերս մտնում եմ աշկերս, մարիս է ցանում, ворթ Անիտա։ Շկալեմ։ Ու մարին գիտեմ որ ես սարսափում։ Ձեռս չեմ այսպես ճոզմելով անում։ Չմխելով անում եմ։ Շոտ խնդալու։ Հերուն ստեմ էլի ես մեջքս։ Ես պարտվեցի ոչ թե ворթերի նապաստակի պատճառով, սլայմի պատճառով։ 8 տարեկանից սլայմ եմ խաղում, դրա համար պարտվեցի։ Լավ չես խաղում։ Շնորհակալություն Ռակուրս Գեյմի Դավիթին։ Եկեք տաբարեմ։ Այդ 8-րդ բանալին կոկորտից կանգնեց, որ պետք է արշակի կոկորտին կանգներ։ Իդեպ Անիտա, մի բան եմ ուզում հարցնել։ Հերոսների լիգայի առաջին հաղորդումների ժամանակ զգացվում էր քո այդ զիջողական թիմակիցներին նվիրված լինելու, բա ոնց։ Ես մեջտեղներն էլ կարաս դնես։ Սենց եմ ուզում ես դրան ինչ տալ։ Թիմը հատուկ շնորհակալություն կասի։ Ինձ թվում է այսօր օգնեց իմ քաշի թեթևությունը իմ ընկերներին, բայց մյուս խաղերում հաստատ չի օգնի։ Ես ճիշտ կգտնեի, որ ես ինքս քվյարկեի։ Բայց հետո երբ դու եկար վերածնվածների թիմ, մի հատ sense քո մեջ ինչ-որ պայքարի ոգի արտնացավ, սկսեցիր մրցել, բայց հետո էլի մեկ է պահի տակ նորից զիջեցիր։ Այսինքն մենք sense բաց էինք թողում, չէինք հասկանում դու երբ ես պայքարում, երբ ես զիջում, կբացատրես այդ տրամաբանությունը, որ հերոստատիտողներն է հասկանան ինչի, ոնց։ Դե ես չեմ հիշում երբ եմ վերածնվածների ժամանակ զիջե, բայց հասած վերածնվածների ժամանակ ինքն եմ զիջե, Հարութին դաժե ուրախ էի, որ հելա։ Ես ասում։ Հարութին ուրախ էի։ Վերցրու։ Էլի հա։ Գնա Ալբերտո չեմ խաղալու։ Ես լացում եմ։ Որտեղ ուզում եմ գնա, դու գիտեմ չես գնալու, խնդրում եմ։ Տրիորի խաթր գնա, խնդրում եմ, հա։ Ո՞նց կարա ես Ալբերտոին չզիջեի։ Բայց պետք է խաղայիք, իրոք այդ զիջելը ես դեմ էի։ Էտա պրոբլեմը, էսեք խաղար։ Այո։ Ես կադրից դուրս արշուկի չոտնտի շփվել եմ։ Շուտ ասում։ Սա դետեկտորը բերեք նստեմ վարեն թե տես բան չի եղել։ Ու եկել է ես գիտեի որ սա արում։ Անիտա։ Լավ է ռետար չկար է անունից մեջ։ Այդեն դուք պրիչոմ։ Դե պրիչոմ դուք պրիչոմ։ Ես ուրիշ տաղերն եմ խա։ Ալբերտ հիշում ես մատին դրվագը։ Հիշում եմ եւ պահանջում եմ։ Ինչ ա եղել։ Ես բան չկա։ Ուժերս ճիշտ չէի հաշվարկել։ Բարանը մենակովս քաշեցի։ Քաշելու պայից արդեն մաշկից լրիվ բացվեց։ Սենց չգիտեմ էլի։ Ապրումները ինչպիսի։ Ապրումներս Հայտերը մամա Ես չեմ։ Ես ու Վիկան ավելի ապրում ենք ունեցեք, քան Ալբերտոն։ Ես չպետք է նայի վաբշե ձեռների վրա ուտենայի Ալբերտոյի հետ ինչա կատարվում։ Ձեռքերը որ ես տեսա ուղղակի։ Եթե Ալբերտոն էս խաղի պատճառով մի բան եղավ, երդվում էս խաղը կվառե։ Դուք է ձեր խաղերն ես, բեքստեյջերն ինչ ուզում եք արեք, ասեցի գոյեք, դե եկարեք ձեր միկրոֆոնները։ Իսկ հիշում ես այն քարերի վրա որ ուզում էի քայլել 46 համարի։ Շատ խլալա։ Արտեսի ոնց անեմ, մեծ էս կանա ոտը սվայ։ Դավայ Ալբերտո, եղունքով կողի մեջը վայ։ Ապրի։ Հոգի դառնում։ Այ տղա ունես դնում։ Ավարակել։ Արա ուրեմն իմ 58 համարի ոտքերով։ Ինչ արագ է մեծանում։ Հա, արդեն 58։ Իդեպ էս դիմացը սեղան չի, Ալբերտոյի ոտքն է։ Իսկ ինչ ես զգում նախորդ հաղորդման վերջում մրցույթից դուրս մնալուց հետո։ Ես հիշում եմ իմ մտքի վատ բառերը, Ռազմիկի հասցեին ուղված։ Իմ դուրս գալը չէր խնդիրը, այլ այդ կլոունադան, որ կազմակերպվեց Ռազմիկի կողմից։ Ալբերտոյի կողմից ես նկատել եմ այնց վերաբերմունք, որը չպիտի մանավանդ իմ հանդեպ լիներ խաղի ընթացքում։
Ես вообще չեմ սիրում, որ մրցակցությունը տանում է դեպի անձնական դաշտ ինչ-որ մեկը։ Ինչ վերաբերում ինքա։ Տաշկինակ փախցնոցու ժամանակ օրինակ Պահվածքը, որը դրսևորվել էր անցած խաղերի ընթացքում, բնութագրվում է համապատասխան բառերով ու այդ ինչ-որ հետո դառնում է, չգիտեմ, ինչ-որ սրտին կպնող ինչ-որ մի բան, որը 10 տարվա անգերոջ կողմից է վсё-տիկ եղել, եկեք չմոռանանք։ Իսկ ինչ օրինակ կզգաք դուք, եթե հանկարծ ստացվի այնպես, որ Ռազմիկը իր թիմի հետ օրինակ հաղթել է։ Ես շատ վատ բան կզգամ, ես այդպես բան չեմ զգացել։ Ես դες Ես մյացս չգիտեմ, չեմ ուզի, չարիքը մեջս կարտանա եւ հրեշը կդառնա սատանա։ Այս անգերությունը։ Անջան, ես առաջարկում եմ մի քանի վայրկյանով վերհիշենք քո մասնակցությամբ դրվագները մեր նախագծի շրջանակներում։ Հավասար պայքար է գնում, մի փոքր արժևում է տրիո ստուդիո։ Ես տեսնում եմ, որ Անյուտը հրաշալի կոորդինացիա ունի։ Փոքր ժամանակ կոորդինացիա է երևի գնացել, որովհետև ֆենոմենալ ճիշտ է անում ամեն բան։ Ինձ իդեպ գորի մարտավարությունը նույնպես շատ դուր է գալիս։ Ես չէի առաջարկել, որ ես գնայի, այսինքն թիմը որոշեց միանգամից, ասաց Անյուտ դու կգնաս։ Մնացին ես եւ փաստորեն գորը։ 50 վայրկյան։ Ամենտեղ ինքը կա, լուրջ եմ ասում, չի լինում։ Անդադ ինքը իմ կողքերը խորում է, իրան պետքա պրոյեկտից հանել։ Քեզ համար ամենադժվար պահը, երբ սկսվեց նախագիծը, առաջին ամենամեծ դժվարությունը, որին հանդիպեցիր, որն էր։ Երբ սկսեցինք մեր մասնակիցներին հենց մեր թիմից հանեն։ Դուք խաղից դուրս թողեցիք Կասյային։ Իսկ հիմա ով է նախագիծը։ Հիմա նախագծում Կասյան է։ Դուրս թողեցիք Կասյային, հիմա դու նախագծում ես, Կասյան մեզ հետ է։ Այ ինչ ես կարծում, որքանով է դա արդար։ Արդար չի։ Օ, շատ լավ։ Ինչո՞վ է դա պայմանավորված, որ արդար չի։ Կոնկրետ ես կասեմ, թե ինչի արդար չի, որ ես չկամ։ Ես կարծում եմ, որ ավելի ֆիզիկապես ուժեղ եմ ու համեմատած Կասյայի ես կարծում եմ, որ երևի ավելի շատ ես կարայի լինեի։ Այո։ Բայց գորի թեթև ձեռքով։ Իսկ ինչ գիտես, որ կարևորը ֆիզիկական հատկանիշներն են, Անյուտ։ Ֆինալի խաղը, ոնց ես իմացա իմ ընկերներից, ֆիզիկական շատ ծանր խաղ ա եղել։ Չէ։ Չէ, վազել են, շնչակտուր տանջվել են։ Այ մտավոր եւ ինտելեկտուալ ունակություններ պետք է դրսևորել։ Ասեմ ավելին, մինչև այդտեղ հասնելը պետք է նաև հիշողության դրսևորումներ ունենալ, օրինակ, եթե դուք կարողանայիք նախորդ հաղորդմանը ձեր ջրի մրցույթում հաջողության հասնեիք, դու եւ Կասյան երկուսդ էլ կմնայիք նախագծում, գորը չեր վերադառնա։ Ինձ թվում է դուք մի քիչ թերագնահատում եք Հերոսների լիգայի տվյալները, անհրաժեշտ տվյալները եզրափակիչ հասնելու։ Իսկ եթե այդ ամենը դնենք մի կողմ, Անյուտ, օրինակ ում փոխարեն կուզեիր դու լինեիր նստած հիմա այս կամ այս նստարանին։ Գորի։ Գորջան Ամփոփելով Անյուտ, քո ճանապարհը Հերոսների լիգայում ես ընդհանրապես կասեմ, որ տեն ժողովրդական խոսք կա, բառակապակցություն կա, որը կոչվում է ճակատագրի հեգնանք։ Ինձ թվում է դա շատ sense դիպուկ է եւ քո մասին, հա։ Ես հույս ունեմ, որ այն ինչ կատարվեց քո հետ, միայն քեզ կօգնի եւ քեզ կդարձնի ավելի ուժեղ։ Հարջան, ես առաջարկում եմ, որպեսզի մենք վերհիշենք քո ճանապարհը Հերոսների լիգայում, այնուհետև շարունակենք։ Հələ որ ամեն ինչ իմ սրտով է, ու այս հյուրանոցն էլ լրիվ իմ սրտով է, շատ ճոխ է ամեն ինչ, ես էլ տես ճոխ բաներ սիրող մարդ եմ, էլի։ Ձերքերը չեք թողնում։ 100 տարի, ով է մեկը։ Հաղթանակ։ Գնացինք։ Էդուր։ Երբ որ արդեն Անյուտին քաշելու պահն էր, ես ողջ ուժով քաշում էի ամենասկզբից։ Եթե մենք եկել ենք, ուրեմն մեր կարիքը կա։ Անուտ խիչը վերցեցիր փախնես։ Տենց էլ պետք։ Էսի նոր ստրատեգիա, կոչվում է ներվայնացնողը։ Օրը մոսորե։ Հարջան, ցերեւս ես կարծում եմ դու ամենա տարօրինակ էմոցիաներն ես դրսևորում մարդկանց մոտ։ Քեզ դա դուր էր գալիս, ինչ ես կարծում։ Հա։ Արջան, մենք պարզապես փորձում ենք հասկանալ։ Դու այն հերոսներից ես, Հերոսների լիգայի, որը ոչ միանշանակ
էմոցիաներ առաջացնում մարդկանց։ Այսինքն մարդկանց դուր է գալիս քո հանդգնությունը, ոմանց դուր չի գալիս։ Ու այդ հակասությունը շատ པարզ երևում է։ Քո պատճառով երկու խաղ թիմը պարտվում էր, բայց դու մնում ես խաղի մեջ, մնացածը դուրս էին մնում, դու վստահ մնում ես ժպիտով ասում ես դե ուրեմն տենց։ Հիմա ուզում եմ հասկանալ, այդ քո մոտ ինչ էր։ Դա քեզ դուր էր գալիս։ Վերածնվածներում բայց տենց չէ, որտեվ աշկիթ է կհանեի ես կոնկրետ։ Ես իրանց զգուշացրել էի։ Ընդհանրապես ես շատ թեթև էի նայում այդ ամեն ինչը։ Դրա համար Ես չունեմ տենց ոյ իմ պատճառով դուրս մնաց ինքը, ինչ անեմ հետ գա ինքը ես, բայց չէ։ Բայց խես։ Արամ եմ արել։ Կարացել եմ մնացել եմ, всё։ Այո, ստոր։ Եկեք ծափարենք, ես անորությանը։ Ես ելի հեռուստադիտողներ, որպեսզի իմանաք։ Հենց տեսախցիկները միանում են, հարութը դառնում է ուրիշ մարդ։ Այսինքն ինքս էս ձևավորվում է դառնում է կերպար։ Հենց անջատվում է ինքը մեկ այլ իրականության մեջ է։ Այդ էս պատճառով կազմակերպում ենք ֆան հանդիպում Ժիվոյի տեսնելու համար։ Ո՞նց է գոյն որտեղ։ Հարջան, եթե ստացվել է այնպես, որ Համլետն ու Աննան պարտվեին այդ խաղում, դու ում դուրս կթողնեիր խաղից։ Համլետին։ Իհարկե արդեն երրորդ անգամ ինքը ուզում եմ։ Համլետ։ Իսկ ինչի ես Համլետին։ Դե որտեվ այդ բոլորիս համար ֆակտա, որ Աննան ավելի խելացի է, չեմ համոն։ Ուй, վիրավորում է։ Համոն, օրինակ, երբ որ ես խաղավարի կերպարի մեջ էի, եկել էին կանգնել էին Համլետ ու Աննան, Աննան սաղ լուծում էր։ Համոն տողից Սես բաներ էր անում։ Այդ իսկ պատճառով Համլետ։ Ոնց էր անում Համլետը մի հատ նորից եթե կա։ Կերկինապատկերը խզում են վառ համակարգով։ Ավելի պատկերավոր են։ Հավատում ես կողմն է անում։ Բայց խի չեր անում, մենք առաջին խաղը իրար հետ ենք արել, երրորդ խաղը ինքը միայն է կարել, ավելին ասեմ։ Հայ, կապ չունի ախպեր։ Մենակ իրար։ Շնորհակալություն։ Ուզում եի շեշտեի, որ ես Հարութի հակապատկերն եմ, որովհետև իմ թիմը եթե իմ պատճառով հետ ընկներ, ես ամբողջ օրը ինքս ինձ էի մեղադրելու ու այսօր հենց այդ է եղել, որովհետև իմ սիրտը ծակելու պատճառով ես զգացել եմ, որ իմ թիմին հետ եմ գցել մի քիչ, որովհետև ես քայլում էի։ Չէ, դե вообще տենց։ Ու ամբողջ օրը ես ինքս ինձ եմ մեղադրել, ամբողջ օրը ես մտածել եմ դրա մասին, երեխեքից ներողություն եմ խնդրում ամբողջ օրը։ Չէ, դրա կարիքը բացարձակ չկա։ Ես խաղի ժամանակ խաղում եմ խաղ, այսինքն ես դրսևորում եմ իմ բոլոր ունակությունները, որը հաղորդման ժամանակ բոլորն է տեսել են, որ ստացվել է։ Իսկ ինչը վերաբերվում է Ալբերտոյին, ես էլի եմ ասում, ես հանել եմ իրան ուղղակի նրա համար, որովհետև իրա քուրը չի ուզում դուրս մնալ նախագծից, որտեվ իրա քուրը իմ քուրն է։ Բասի մի վարքան, դու նա սխալ բաներ ես խոսում, անտես իրան բասացում, այստեղ հասկանալու խնդիրներ կա, եկեք մի ավելի Նայեք մի անիմաստ խոսում, բրատ, դու 16 տարեկան ես, դու պիտի հասկանաս, որ խաղի ժամանակ մարդ խաղում է խաղ։ Դու ասում ես դու 16 տարեկան ես բիջոգ ես, դու արդեն ախպես 20 տարեկան ես ու դու Չէ, ես կարծում եմ գնալը լասիվե ռեզերտի հետև ու հասը պարզ է։ Իդեպ Ռազմիկ, դու երկու անգամ դուրս ես մնացել մրցույթից ու նորից վերադարձել ես նախագիծ։ Ինչքանով է ըստ քեզ այդ արդար։ Ես առաջին անգամ դուրս եմ եկել հակառակ թմի քվեարկությամբ, որը մեր թմի մեջ չի եղել քվեարկություն, այսինքն որ թիմը ինձ քվեարկի հանի։ Խաղը լքում է Ռազմիկը։ Ես զգում եմ էլի։ Երկրորդ անգամ ես դուրս եմ եկել նենց խաղով, որ ուղղակի դրա դեմ ոչ մեկ որոշի բան չէր կարող անել։ Առաջի եւ վերջի մասնակից։ Որնա։ 1 Ну, ցանկացածը բացի։ 5 Տեսնենք։ 1 Ծափարում ենք առաջի համարին։ Ասեմ ավելին, այդ մրցութային օրը դու օգնել ես, որ քո թիմը հաղթի ցերեկային խաղերում։ Դե նենց է բոլորս եթե ինչ-որ մեկը չլներ, այդ մրցույթում չէին կարող հաղթեինք, բայց շատ լավ։ Դե բախտ էր։ Ինչ անենք։ Անդրադառնանք Գորին ու Անյուտին։ Գոր ջան, ես ցանկանում եմ անդրադառնալ եւս մեկ անգամ այդ հարցին, որովհետեւ նույնක් բոլորս էլ TikTok նայում ենք, TikTok-ով հետևում ենք այն բոլոր էդիտներին, որ այդ ամեն ինչը դրվում է։ Ինչքանով այդ ամեն ինչը այդ գեղեցիկ սիրուն պատմությունը որ կա այնտեղ։ Ինչքանով է համահունչ նրան, որ դու
երկրորդ անգամ առանց մեջ աղջկան դուրս ես թողում խաղից։ Ես խաղը կգամ Անյուտի փոխարեն։ Ես բացատրեմ այդ, քանի որ այդ դեպքից հետո Անյուտին էլ տարբերակ չի եղել, որ բացատրեմ։ Ես առաջին անգամ որ իրան հանել եմ, դա օքեյ ա եղել, որովհետև ես ընդհանրապես չեմ իմացել, որ ինքը ինձ պահել է, բան, ընդհանրապես ես չեմ իմացել, ու դրանից հետո ես իրան լիքը ասել եմ, որ օքեյ, դա անցանք, իսկ այս դեպքը շատ པարզ լոգիկա կա այդտեղ, որ ինչ որ մեկը, օրինակ թեկուզ այս ոլորտի մարդ եք դուք, երբ որ ինչ որ մեկը տեսնում եք, որ ինչ որ պրոյեկտի մեջ հասել է հաջողության, ու ինքը իր ամբողջ ուժերը ցույց է տվել ու ահա որ շատ սիրվել է հանդիսատեսի կողմից ու հիմա ընտրությունը այդ մարդու մեջ է ու ընտրությունը այն մարդու մեջ է ով որ ընդհանրապես չի հասցրել դաժե նորմալ իր ուժերը ցույց տա եթե սենց իրավիճակում լիներ որ Անյուտը պետքա ինձ ընտրեր կամ չգիտեմ խոսքի ընտրեր ով կա վատ խաղացող Ռազոին չէ ինձ ընտրեր խոսքի կամ ինձ ընտրեր կամ Հարութին եթե ընտրել Հարութին ես անկեղծ չէին եղանա որովհետև ես ամենի որոշումն այն չեմ դրել բա տենց Եկա Անյուտը համեգն եմ որ չի եղանում դրա համար Դու ոնց ես վերաբերվում ես ամենին Ամենավատը այն է որ ես մինչև վերջ ես իրոք գորին կպահեի Ինչի կպահեի, որովհետև ես ասում եմ, որ ինձ հետաքրքիր է լինում, երբ որ ես ֆինալ եմ դուրս գալի ուժեղ խաղացողի հետ։ Ու ես միշտ, երբ ամենաառաջին օրը, երբ ես որոշեցի գորին պահեմ ու պաշտպանեմ, ասեմ, որ գորը չպետք է դուրս գա, ես ներսում ինձ մի հարց տվեցի։ Ես ավելի լավ է հաղթեմ թույլին, թե պարտվեմ ուժեղին։ Բայց ես դրա համար չեմ ընտրել։ Ինչ ոնց ես ընտրել։ Նոր ասեցի։ Ինչ ես ընտրել։ Նոր ասեցի։ Որովհետև Կասյան չի հասցրել իր ուժերը ցույց տա։ Թե կարող է ինձ հանել ես որ չես։ Դու որպես պրոդյուսեր, հա, ոնց որ փորձում ես բալանսավորես, որ մի քիչ էլ իրան հնարավորություն տանք։ Այ Բալիկ ջան, դու արի մի հատ էստեղ, դու հələ մի հատ հələ թող մտնի նա, դավայ հələ։ Այս մարդը արդեն վայելել է այս պրոյեկտում իր դիրքը ունի, դաժե որ դուրս է մնաց։ Բայց իմ կարծիքն եմ ասում։ Մարդ ունի սուբյեկտիվ կարծիք, որը բարձրաձայնում է, ճիշտ է միշտ։ Ես հիմա անում եմ այդ գործողությունը։ Գոր իսկ դրսևորեց Կասյան վերջին մրցույթին, այսինքն ավարտվել է հիմա։ Դե երբ որ արդյունքները իմանանք կասեմ։ Դու երկու տեղ, երկու հաղորդման մեջ անընդմեջ ասում ես, եթե ես դուրս մնամ պրոյեկտից, ես էլ հետ չեմ գա պրոյեկտ։ Ես այդ backstage-ում եմ ասել, Չի, ես գիտեմ։ Հա, ու մի հատ էլ կրկնեմ նորից։ Բխես եկե։ Երբ որ օրինակ դուրս մնայի Ռազի պես, ոնց որ օրինակ Անյուտեն քանել են Ռազին, ես Ռազի այտենց հետ գալը, նայում եմ շատ օքեյ, բայց Հարութի հետ գալը օրինակ вообще օքեյ չեմ, երբ որ քո թիմն է հանում քեզ, այսինքն չի ուզում քո հետ խաղա։ Իսկ իմ հետ գալուց ոչ իմ թիմն է ինձ հանել, ոչ հակառակորդ թիմն է ինձ հանել, ես դուրս եմ եկել մի հատ ապուշ խաղից։ Ապուշ խաղից չէ, ուղղակի որ բախտի խաղեր ու Իսկ որ դու դուրս չմնայր, խաղը ապուշ չէր։ Դա բախտի խաղ է ու երբ որ մի հատ մասնակից իր ամբողջ ուժերը դնում է ինչ որ խաղի մեջ, որ հաղթի, գալիս է ինչ որ բախտի խաղից դուրս է մնում։ Ձեր հարցին վերջապես պատասխանեմ, որ ես դուրս չեմ մնացել ինչ որ մեկի շնորհիվ խաղից եմ դուրս մնացել, համ էլ պարտադրաբար եմ ես հետ եկել, որովհետև եթե ես հետ չգայի, համ ես դուրս կմնայի, համ Կասյան դուրս կմնա, համ Անյուտը։ Չէ, բայց Դու այսօր չկայր, դու հաղորդումից դուրս էիր մնացել, չլսեցիր, այսօր տենց բան։ Այսօրվա խաղի հետ կապված ինչ եք կարծում երեխեք։ Ինչքանով էր խաղը համահունչ ձեր թիմերին ու ձեզ։ Մենք խաղը անկեղծ վայելել ենք, այնքան հավեսով ենք ամեն ինչ անցել։ Ես ու Մարին ենք իրար հետ եղել։ Կյանքում երբեք իրար հետ ոչ մի մրցույթի չենք մասնակցել։ Մարին որ գրկեց։ Ահա շատ խնդալի է, ես չես կարա բարձրացնել։ Ես ամբողջ ճանապարհին Մարին կամ կանգնում էր ասում էր ես չեմ կարող ստեղ կամ ասում էր աղքարը ես գործած կապած Մարին գրքաշ sense պետարել է 50 կիլոմետր ժամանակությամբ ինքը վազում է, ես չեմ հասնում այդ։ Համլետին ծափահարենք այսօրվա մրցույթում։ Հերոսության համար։ Այո, հերոսություն դրսևորելու։ Խաղը շատ հետաքրքիր էր, շատ հավեսով ենք անցել։ Իրականում ամբողջ ընթացքում էլ խոսել ենք այդ մասին ու շատ ծիծաղալու պատկերացրել ենք այն բոլոր դուրս եկած մասնակիցներին, թե ոնց իրանք այսօր կխաղային ով ինչից կվախենար ով Անիտան ոնց կխաղար։ Անիտան, մի րոպե։ Այս ծեր ուսացը, չեմ գալու, ստեղ եմ մնում, չեմ գալու։ Ինչի՞ դու այս տենց ուրախ է։
Որովհետև նա եզրափակիչ է, հեսա մտնելու իս դու ոչ։ Աղա մայլի զավաճանել էջի համոյի հետ։ Անիտա քեզ 7 անգամ ավելի ուժեղ, հələ մի հատ մի շշպրվի է։ Չփխում եմ, որովհետև դա ունիկը դաղալ խաղալով ես մտա, բայց դու լավ գիտես է ինձ։ Ես պետք է լիմացրա գետը քցեի հանել, երթվում է։ Իդեպ մի վիճակագրություն եմ ուզում ընկեր Վահե ջան ասել, կարևոր վիճակագրություն ձեր 12-ի մեջ կա ընդամենը 2 հերոս, ովքեր մինչ այս ընդհանրապես դուրս չեն մնացել նախագծից։ Եվ իրենք իմ կարծիքով ֆավորիտներ են, խոսքը Աննայի եւ Վիկայի մասին է։ Եկեք ծափարենք դրանց։ Իդեպ Աննայի եւ Վիկայի մասին խոսելիս ես sense միտք եմ առանձնացրել, որ հերոսների լիգայում կարևոր է ոչ թե ֆիզիկական եւ ինտելեկտուալ կարողությունները, այլ հավասարակշռությունը եւ բալանսավորվածությունը։ Ես հենց առաջին հաղորդումից էլ ասում եմ, որ կարևորը հանգստությունն է թիմի մեջ ու կարևորը բալանսավորվածությունն է։ Դրա համար ես միշտ որտեղ որ մտնում եմ, ինձ կոպիտ ասած լիդեր եմ դարձնում եւ սկսում եմ երեխեքին հանգստացնել, որպեսզի ավելի բալանսավորված խաղանք խաղերը։ Հանգստացել ու կարողանալ։ Ստրկացնի։ Ով որ իմ հետ խաղացել է, եկեք փաստենք։ Ես կառավարում եմ ձեզ, թե ավելի օգնում եմ։ Օգնում եմ։ Դինիսկ հիմա կառավարում եմ, թե օգնում եմ։ Չէ, օգնում ես, ջան։ Ես ընդհանրապես ինձ թվում է ոչ մեկի հետ, եթե չեմ սխալվում, իհարկե ոչ մեկի հետ չեմ կռվել այս նախագծի շրջանակներում։ Ու իմ համար այդ հանգստությունը, հավասարակշռությունը ամենակարևորն է ու ամենակարևորը չտանել անձնական դաշտ, այսինքն եթե դու խաղում օրինակ ես իմ ամենամոտ ընկերուհուն Կասիայի անունը երբ որ գրեցի, ես շատ մեծ sense ինչ որ մեղք էի զգում, որ Կասիայի անունը գրեցի, բայց հասկանում եմ, որ եթե ինչ որ բան տեղի ունենում ուղղակի խաղի կանոններից, դրան ուղղակի պետք է հարմարվել, ընդունել այնպեսին ինչպեսին որ կա ու խաղալ։ Ապրես իմ աղջիկայից հրաշալի բառեր։ Եթե մտել ես խաղի կանոնների մեջ, ուրեմն պետք է ընդունես ու խաղաս։ Չես կարող մտնել խաղի կանոնների մեջ ու խաղի կանոնները չընդունել։ Ես ուզում եմ սենց անցում կատարենք էլի մի հետաքրքիր զույգ մասնակիցների, մարդկանց ում առաջինը դուրս թողեցին իրենց թիմակիցները։ Խոսքը Մարիի եւ Կասիայի մասին է։ Ինչպես տեսնում եք, դուք առաջինը դուրս եկաք նախագծից, բայց դուք եզրափակչում եք, եզրափակիչ մրցույթում եք, քայլել եք նախագծի հետ մինչև վերջ։ Ձեր դեպքում կարծում եմ ընդունել այն ինչ տեղի է ունեցել, բայց վերադառնալ եւ փորձել անցնել այդ ամենի մեջով ստացվեց, այսինքն դուք ձեր կոմֆորտի զոնայից դուրս եկաք եւ դա երևի թե հաջողությամբ է պսակվել։ Ինչ կասեք այդ մասին։ Կոմֆորտի զոնայից դուրս գալը միշտ ավելի դժվար է, եթե դուրս չմնայի առաջին հաղորդումից։ Ես հնարավոր է հիմա չլինեի այստեղ նստած։ Այսինքն երբ որ ես դուրս եկա ու արդեն իմ մոտ այդ զգացողությունը ես ապրեցի պարտվելու ու հետո երկրորդ հնարավորություն տրվեց ինձ, ես արդեն հասկացա այդ հնարավորությունը ինչ է իրենց ներկայացնում։ Այո։ Ես ուզում եմ վերջենք մի բան Մարիի դեմքը ինձ համար ամենագեղեցիկ դրվագներից մեկն էր, երբ մենք հյուրանոցի դիմաց Մարիին ճանապարհում էինք ու Մարիի անտարբեր հիասթափված այո դեմքը։ Ես իրականում չէի սպասում, անկնհայտ էր, որ ես պետք է դուրս գամ, բայց ես միանում եմ Գորին ու Ալբերտոին, «Ռազ դու ով ես вообще»։ Ինչ եք խոսում իմ մասին, դուք լսել եք։ Նախագիծը ես նայում եմ, հետո նայում եմ Ռազի դեմքին ու հասկանում եմ ինքը ընկեր չի вообще։ Ես հասկացա ինչ որ կա։ Ինքը չի, ես արդեն երկրորդ անգամ եմ։ Ես մի քիչ նեղացած էի Վիկայից, բայց ես իրականում հասկանում էի Վիկայի ընտրությունը, որովհետև երբ որ ես նայում էի հաջորդ նախագիծը, ես տեսնում էի ինչ խաղեր էր, ես հասկանում էի, որ Անիտան այդ պահին ավելի կարևոր էր, քան ես։ Եկեք հիշենք նաև Արշակի ճանապարհը հերոսների լիգայում։ Ես առանց նայելու ռակետկան սենց ավտոմատի նման սենց կրակում էի, չէ նամուր էի կրակում, ում էի կրակում։ 1, 2, 4, գրպաններին 5։ Հավես այն էր, որ դու շանս ունեիր կրելու 30 վայրկյան։ կպելա։ Ձերս կպավ, բայց չհասցրեցիք հաշեմ։ Այո, երկրորդ համար և եկեք բարձր ծափարենք, բայց այսօր նախագիծը լքեց Արշակը, շնորհակալություն մասնակցության համար։
իմ բախտից ես դուրս մնացի։ Ինչքանով էր անսպասելի քո վերադարձը նախագիծ։ Ամեն ինչ կմտածեի, բայց չէի պատկերացնի, որ այդպես բան կարա լինի։ Ասենք կմտածեի վերևից պարաշուտով մեկը կիջներ կամ մի հատ տրակտոր կընկներ, բայց որ Ալբերտոն կելի գողն ու ռազը կգան, ես վախը չէի պատկերացնի։ Թող տխրեն տղեոյի տղեկը, Ալբերտոն, գողը եւ ռազը։ Վերջապես եկավ այն վճռական, դժվար, ամենալարված պահը, երբ պետք է իմանանք այն քարյակին, որտեղից պետք է ի հայտ գան հաղթողները։ Իսկ դա պետք է իմանանք այսօրվա մրցույթի արդյունքները ամփոփելով։ Կարելի ասել 2 ամիս տանջվել եք, դուք հիասթափվել եք, ուրախացել եք, սիրել եք, վերածնվել եք, ամեն ինչի միջով անցել եք։ Եկեք հրավիրենք այստեղ այն անձնավորությանը, ով այդ մրցույթների ընթացքում ձեր կողքին էր, ով մեր առաջին հաղորդումից սկսած մեր կողքին է, ով հնարավորինս հետաքրքրացրել է այս նախագիծը, եկեք ծափարությունները դիմավորենք Rakurs Game-ի Դավիթին։ Եկավ պահը, եկավ։ Բոլոր խաղերը, որոնք որ ամբողջ ընթացքում եղել են, դրանք եղել են համատեղ աշխատանք, այսինքն ես առաջարկել եմ, բայց եղել է հոգատարության ֆակտորը ու մենք ցանկացած բան անելուց առաջ փորձարկել ենք։ Այդ ուզում եմ դուք իմանաք, որովհետև ձեզ մոտ կարող է ինչ-ինչ բաներ չի ստացվել, դուք մտածեք մենք հատուկ ենք այդպես արել, բացարձակ։ Տենց խնդիր չկար, եթե տենց խնդիր լիներ, ուղղակի հենց ոչ ոք միավոր չէր վաստակի։ Ինձանից եկող բոլոր հնարավոր թույլատրելի սահմաններում ես օգնել եմ բոլորին։ Այսինքն այսօր օրինակ թիմերից մեկը չեմ հիշում որ թիմներ ես զգացի որ կարողա տուգանային 10 րոպեն ուղակի վաստակի ես ստիպված գոռացի որ դա չլինի։ Հեսա Կմցնենք։ Դրակացեք, ով ասել դրակացեք։ Ինչ պիտի անենք։ Միավոր, հետո չասեք։ Բայց երկու թիմերին էլ շնորհակալ եմ որովհետև շատ ակտիվ խաղեր, շատ լավ խաղեր, սրտանց խաղեր ու ես տեսա ոնց դուք այն ստարտից հետո կերպարանափոխվեցիք։ Ես ձեզ անկեղծ տենց թիմային 2-2 աշխատելով արի ոչինչ ես քեզ կտա։ Ես տենց բան չեմ տեսել, որովհետև Եգիպտոսում ջրերի մեջ տենց չէինք ընկնում, բայց շատ հաճելի էր տեսնել այդ մթնոլորտը։ Եղել են տեխնիկական խոտաններ, մենք դա հաշվի ենք առել, թայմինգով տղաների հետ նստել ենք, այդ մասը հաշվել ենք, կտրե հանել ենք ընդհանուր միավորներից։ Բնականաբար, որ թիմը ավելի կարճ ժամանակում է հատել վերջնակետը, առանց տուգանային միավորների, այդ թիմը կճանաչվի հաղթող։ Հերոսների լիգայի գլխավոր հերոսը կլինի այդ քարյակից։ Առաջին թիմը այդ դժվար տարածությունը հատել է 29 րոպե 26 վայրկյան։ Երկրորդ թիմը վերջնակետը հատել է Սիրելի Աննա եւ Վիկա։ Եկավ այդ օրը, որ դուք էլ դուրս մնացիք նախագծից։ 31 րոպե 15 վայրկյան։ Շնորհավորենք առաջին թիմին։ Ես չէի պատկերացնում, որ չեք ծափարի։ Վերջ-վերջո հաղթել են մարդիկ։ Վերջո հաղթածների մեջ ձեր ընկերներն են։ Շնորհավորում եմ հաղթող թիմին եւ ուրախ եմ յուրաքանչյուրիդ համար։ Ամեն մեկը ձեր ճանապարհն է անցել, ամեն մեկը ունի իր բնավորությունը, իր պատմությունը, իր դրական եւ բացասական կողմերը։ Յուրաքանչյուրը ձեր հերոսությունը ամենատարբեր իրավիճակներում դրսևորել եք եւ հիմա ձեզնից մեկը ունի հնարավորություն ճանաչվելու հերոսների լիգայի գլխավոր հերոս։ Իսկ այժմ մենք ասենք, թե ինչպես եւ ով է դառնալու հերոսների լիգայի այս մեր առաջին եթերաշրջանի հաղթողը։ Սիրելի ընկերներ, գլխավոր հերոսը նստած է ձեր քարյակի մեջ։ Ձեզանից մեկը
հերոսների լիգայի գլխավոր հերոսն է լինելու եւ հաղթելու է մեր գլխավոր մրցանակը, իսկ թե ով է այդ անձնավորությունը։ Հերոսների լիգայի գլխավոր հերոս ճանաչվում է այն մարդը, ում օգտին կքվեարկեն հեռուստադիտողները եւ մեր սիրելի հետևորդները։ Դե ինչ, սպասում ենք ձեր քվեարկություններին, սպասում ենք ձեր ձայներին եւ մենք հատուկ մեծ միջոցառման ընթացքում կներկայացնենք հերոսների լիգայի գլխավոր հերոսին։ Ձեզ հետ է հերոսների լիգան։ Հերոսների լիգա